Սիրելի հայրենակիցներ, քանի որ որոշել եմ այսուհետ պարբերաբար անդրադառնալ ՔՊԱ-ականների կողմից Դաշնակցության հասցեին տարածվող ստին, կեղծիքին և մանիպուլյացիաներին, այս անգամ անդրադառնամ հերթական թեմաներից մեկին, որ վերջին շրջանում ՔՊ պատգամավորները և նրանց քարոզիչները անընդհատ տարածում են։ Անընդհատ հայտարարում են, որ Դաշնակցությունը վերջին շրջանում չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին կամ մասնակցել է այդ ընտրություններին այլ ուժերի թիկունքում թաքնվելով, այլ անունով, քանի որ վստահություն չունի։ Սա հերթական ՔՊԱ-ական կեղծ մանիպուլյացիան է և սուտ թեզ է։ Ուրեմն վերջին 3 տարվա ընթացքում Դաշնակցությունը շուրջ 22 խոշորացված համայնքում մասնակցել է ընտրությունների և գրանցել զգալի արդյունքներ՝ Արմավիր, Արթիկ, Սպիտակ, Աշտարակ, Արտաշատ, Աբովյան, Հրազդան, Պռոշյան, Սևան և այլ համայնքներում Դաշնակցությունը մասնակցել է իր անունով, առանձնաբար և իր ցուցակով։ Այո, եղել են համայնքներ, որտեղ մասնակցել ենք նաև դաշինքով՝ Էջմիածին, Մարտունի, Վարդենիս, Գավառ և այլ համայնքներում։ Եվ այսօր Դաշնակցությունը, ինչպես ասացի, 22 համայնքներում ունի ավականիներում ներկայացում։ Հետևաբար, ժողովրդի մեջ մտնելու, անուն փոխելու և վստահության խնդիր ունի ՔՊ-ն և ՔՊԱ-ականները, որովհետև մեր երկրին և ժողովրդին կորուստներ, դժբախտություն և ողբերգություն բերել են նրանք, իսկ մենք բաց ճակատով ժողովրդի մեջ մտնելու, աշխատելու, այլընտրանք ներկայացնելու և ձեր վերարտադրությունը կանխելու համար ամեն ինչ անելու ենք։ Առայժմ այսքանը։